սիրելիներս, ողջույն։ Հուսով եմ բոլորդ լավ եք, ամեն ինչ նորմալ է ձեզ մոտ։ Իսկ ես ձեզ նախորդ վլոգում ասել էի, որ մի հատ շատ հետաքրքիր տեղ ենք գնալու ու լավ ժամանակ անցկացնենք։ Ու այսօր այդ օրն է, մամայիս ծննդյան օրն է, ու մենք գնալու ենք քաղաքից դուրս։ Մենք գնում ենք Սպիտակ, որ հետո միանանք քուրիկիս, եղբորս, մեր հարազատներին ու գնանք նա շատ հետաքրքիր տեղ։ Հետաքրքիրն է նա, որ Սպիտակին շատ մոտ է այդ տարածքը, բայց ես ընդամենը 1-2 անգամ եմ այնտեղ եղել, այն էլ շատ փոքր ժամանակ երևի, եթե ճիշտ եմ հիշում։ Առաջի դասանում հաստատ եղել եմ, որովհետև մեզ մոտ ոնց որ այստեղ ընդունված է առաջի դասանցին մոշական են տանում, մեզ մոտ էլ սովորաբար տանում են այնտեղ։ Դա այդ հատվածը ընկնում է Սպիտակից Գյումրի այդ ավտոճանապարհին, մենք Թափանլու ենք ասում, Շիրակամուտ գյուղ չհասած այդ հատվածում է։ Մի խոսքով հով տեղ ենք գնում, որովհետև խայտառակ շոկ է լինելու այսօր այստեղ։ Պատկերացրեք ինչքան է տարբերությունը, Էջմիածնում 36-34 աստիճան է, իսկ Սպիտակում 24 էր, այդքան տարբերություն կա։ Չնայած մի օրը ոչինչ չի փոխի, բայց ամեն դեպքում գոնե կհովանանք։ Այս սարերի վրա մեծ ձյուն է։ Բա դեռ այդ սարերի վրա ձյուն է, իսկ Էջմիածնում շոկ։ Մի խոսքով մեզ բարի ճանապարհ գնացինք, հուսով եմ դες դուր կգա այս վլոգը։ Ուզում եմ ձեզ ցույց տամ դիմացը, Արա լեռնը։ Մի հատ տեսեք ոնց որ մարդ լինի պարկած ու այս քթի հատվածը։ Սա, ահա, նայեք, այ այստեղ։ Իսկ հիմա պատկերացրեցիք, չէ՞։ Իսկ այստեղ նռան ծառն է մեր, որ եղբորս համար էի գնել ու տանում եմ իրան։ Հուսով եմ կաճի Սպիտակում իր համար այնտեղ ցուրտ չի լինի։ Այս էլ ձեզ հայկական Շվեյցարիան։ Վերջ, մենք հասանք մեր բակ, այս անգամ իչ երկար ենք եկել, որովհետև Շահումյան գյուղով ճանապարհը սարքում էին։ Նանե, բարև, արի քեզ բացի կանեմ։ Կյանք, մնացել ես արդեն։ Վայ, տածնունդը շնորհավոր։ Այդ եղբորս ծաղիկներն էլ ցույց տամ, այս ծառը երևի էլի ցույց եմ տվել։ Ու նուրը իր տեղը գտավ այստեղ։ Սա արդեն շատ մեծ է տանը տեղավորելու համար։ Հա ջան, հիմա գնում ենք ստուգենք մալինաներից արդյոք կարմրած կա, թե չէ։ Ահա, կիսակարմրել ենտեղ տեսա ոնց որ, ենը։ Տեսնեմ կհասնեմ։ Ահա, չէ, այստեղ մոտակայքում էլ կա։ Օխ, իմ ամենա սիրելի։ Ինչ համով է։ Օխ, այստեղ էլ կա։ Էսա։ Ոյ, նայք, իմ ամենասիրելի հատապտուղն է մալինան։ Դա մալինավ տող թե ինչ համով է լինում։ Այն մասում էլ կա։
մարդիկ տակը սրա ինչա հակալոսն է։ Չէ, բանն է։ Իրա։ Մենք եկանք հասանք Փամբակ գետի ափին այս սիրուն տեղը։ Ահա։ Ինչքան որորոգ գետը։ Մարիամ ջան, չգնաս հանգարց, կքշի կտանի, գիտես, չէ։ Վտանգավոր գետ ասա, կքշի կտանի, չգնաս հանգարց։ Մի հատ արագ կնախաճաշենք, հետո սուրճ կխմենք, իսկ հետո կանցնենք հիմնականին։ Ասեք, որ շատ սիրուն տեղ է։ Իմիջայլոց այստեղ կա հին քարանձավներ ու եթե ստացվեց անպայման կգնամ ու այնտեղ կնկարեմ, կտեսնեք։ Հիմա մի հատ մափով կորոնեմ, հասկանամ, որ մասում է ու կգնամ կնկարեմ, որ դուք էլ տեսնեք ինչքան հետաքրքիր է։ Այն որ լիարժեք հանգստանում ենք, նստել ենք գետի ափին երկար ժամանակ ու նայում ենք, ուղղակի նայում ենք գետի հոսքին, անկեղծ ուրիշ ոչ մի բան։ Ու շատ սիրուն է։ Ժողովուրդը մա գնում եմ մի հատ էլ այցել բերեմ, որ էլի փռենք, որտեղ երբ որ մենք նստեցինք գետի ափին, բոլորը զեցին գան նստեն այնտեղ, որտեղ շատ սիրուն է տեսարանը։ Համեցեք լորի Հայաստանի Շվեյցարիան։ Այստեղ շատ տեղեր կան հանգստյան գոտիներ։ Հաստատ երբ էլ գաք, չոր ազատ տեղ կգտնեք։ Ես սա պատահական եմ գտել, Google Map-ով երբ որ փնտրում եք, միայն այս տեղն է նշում, այս տեղն է բերում։ Միակ անհարմար բանը հենա, որ ճանապարհից, որտեղ որ մեքենաները կանգնում են, ոտքով մի քիչ երկար պետք է իջնենք։ Այցալ կտանեմ ավելի մեծ։ Այցալ ասելով, գիտեք ինչ կտոր ասա։ Երկրաշարժի ժամանակ, երբ որ մարդկանց վրանների համար բաժանել են, որակույրս իրանցը պահել էր ու տվեց մեզ ու շատ հարմար է։ Երբ որ ինչ-որ տեղ ենք գնում, մեր հետ տանում ենք, շատ մեծ է ինքը։ Այս մեր հետ տանում ենք ու հարմար է գետնին փռելու համար, ինքը չի թրջվում, ոչինչ չի լինում։ Բայց ամեն դեպքում իր մեջ ունի պատմություն, որը այդքան էլ դրական չի, հիշողությունը, որ երևի միշտ կմնա մեր մեջ։ Սա մի քիչ օրը հովանա, նայեցի քարտեզով էլի, այստեղից հեռու է այն տեղը, որտեղ որ ուզում եմ ձեզ տանեմ ու ցույց տամ։ Մեքենայով մի քիչ կառաջանանք, բայց անպայման կգնանք ձեզ էլ ցույց կտամ։ Մի հատ այստեղի տեսարանն եմ ուզում պտտեմ, նկարեմ, տեսնեք։ Տեսեք ինչքան սիրուն է սարերը։ Իրեն, ինչ եք անում։ Կաստյոր եք սարքում։ Նանե, ինչ ես անում, կյանք։ Ուտում ես։ Ինչ ուտում ես։ Լենայի քուրիկը ինչ է սարքում, կաստյոր է սարքում։ Աջալի վրա արի նստի։ Արի շկեղտոծվի քո շորտիկը։ Հələ շատ լավ է։ Այս նանե չկպնես, թե չկմկնես։ Իցյան գրքում վայելում ենք մեր երկրորդ բաժակ սուրճը։ Ասած ես մի հատ շատ սիրուն տեղ եմ տանելու ցույց տամ։ Ում տեսնեք, որ ենք եկել մենք Գեղասարի քարանձավներ, Փամբակ գետի ձախափին գտնվող Գեղասար գյուղի տարածքում։ Ուզում եմ ցույց տալ ձեզ այս հրաշքը, այս քարանձավները, որտեղ ապրել են մարդիկ։
Արիմար։ Եկես ու երեխեքի հետ ենք եկել, ոչ մեկ չուզեց մեզ միանա, բայց մենք մեկա եկանք։ Նա տեսեք ինչքան սիրուն է։ Սա կգնանք ներս մեկը նկարենք, կտեսնեք, հետաքրքիր է շատ։ Այստեղ մի հատ տեղ կար, չէ, որ ասում են բանի ցիկլոպի ոտքի տեղը։ Ներսում քարանձավնից։ Հա։ Այստեղ ճանապարհը ցույց է տալիս, ոնց պետք է բարձրանանք, այսպես։ Այսպես։ Տեսեք, որ քայլել են, տրապինկա է դարել։ Խնդրում եմ, եթե այստեղ եղել եք կամ ընդհանրապես եթե գիտեիք, որ նման վայր կա Սպիտակում, կոմենտներում գրեք։ Եթե նույնիսկ ձեզ համար սա նորություն է, էլի գրեք։ Սա Սպիտակից Գյումրի տանող մայրուղին է, որ Google Map-ով էլ բացեք երևալու է։ Արդեն իմ աչքը ծայկեց այստեղ ուրց, որը մենք մեզ հետ կտանենք անպայման։ Այս էլ իմ սիրած ծաղիկներից է, անթառամ ծաղիկներից է, որ դեռ չեն բացվել, բայց այն շատ եմ սիրում։ Չէ, չունենք, չի կպավ, հանցած անգամ ես քաղել էի, այսենց է ծաղկում ինքը, այսենց, նայի Մարիամ, ու դու որ իրան քաղում ես, հա, ինքը չի թառամում, ոնց կա, այտենց չորանում է։ Ավելի խորը քարանձավներ էլ կան, հիմա կգնանք, կտեսնեք։ Ոստեղ կրակ են, արի, որովհետև Այսին չա գրած սվդ է։ Դե, չեմ կարասը։ Մենք այս ուրցից կհավաքենք ու կտանենք տուն։ Իմ ամենասիրելի թեյն է, գիտեք, չէ, ուրցով, նանայով, դաղցով թեյը։ Այսա կհավաքեմ, կտանենք, ձմռանը կխմենք ու կհիշենք, որտեղից ենք հավաքել։ Բայց ինչ-որ ժամանակ կա, կարծեմ ուրց հավաքելուն, պետքա, չգիտեմ, այ պետքա ծաղկած լինի, թե չլինի, հա, ոնց է ճիշտ։ Վեմ ձեզ ցույց տալ այս մյուս մեծ քարանձավը, որը նույնիսկ կարծես մի հատ առանձին սենյակ ունենա։ Ու տեսեք, աստիճաններ նույնիսկ կան, ես չգիտեմ սա եղել է թե ընթացքում են արել, ես երբ հիշում եմ, ես երբ եկել եմ այստեղ, ինչքանով որ հիշում եմ, 2000 թվականին է եղել, այս աստիճանները էլի եղել են։ Կարող ենք ֆիքսել, որ նույնիսկ այստեղ այսինքն ինչ-որ անցք կա։ Ու այստեղ շատ հնարավոր է, որ ինչ-որ բան են պահել։ Այսպիսի քարանձավներ են։ Ու հիմա փորձենք հասնել այն մյուսներին, եթե հնարավոր լինի։ Նախկինում այստեղ ավելի շատ մարդ էր գալիս ու այսքան դժվար անցանելի չէր ճանապարհը։ Ու երևի արդեն մոռացվել է այս տարածքը ու ավելի քիչ մարդիկ են գալիս։ Այստեղ տեսեք նույնիսկ տենց չեն էլ քայլել։ Այսպես կմոտենանք այս հատվածին էլ։ Տեսեք։ Ու այստեղ այսպես խորը ինչ-որ բան կա։ Շատ հետաքրքիր։ Իսկ այս մյուս քարանձավը Պես ինչ-որ տեղ է տանում։ Թե ովքեր են այստեղ ապրել, ինչով են զբաղվել, այդպես էլ ինֆորմացիա չկա։
Շատ հետաքրքիր ու շատ գեղեցիկ վայր է, ինձ թվում է ֆոտոգրաֆներն կարան այս վայրը ի նկատի ունենան իրենց ֆոտոսեսիաները կազմակերպելու համար, որովհետև իսկապես շատ սիրուն ու միստիկ վայր է, սա էլ այսպիսի փոքրիկ ու եւս մի բան, տեսեք, այստեղ շատ խորը փոս է, որը ամենայն հավանականությամբ էլի ինչ որ տեղատանում, տեսնում եք, եկեք լույսը միացրած ներս տանեմ, հուսով եմ ընթացքում կվառվի ու այնտեղից այնտեղ մարդկանց շնորհքն է, որ աղբ են թափել, շատ ափսոս, ինձ թվում է այստեղ այս գետնի տակ, այս հողի տակ, որի վրայով հիմա քայլում ենք, շատ չբացահայտված գաղտնիքներ կան ու շատ ավելի հետաքրքիր վայրեր, որոնք ուսումնասիրելու կարիք ունեն, կամ միգուցե ավելի լավ է չուսումնասիրեն, որովհետև մարդիկ երբ որ ինչ-որ բան բացահայտում են անում, հետո շատ վատ է լինում, որովհետև դառնում է ինչ-որ մեկի սեփականությունը, մի խոսքով, կարևորը եկանք, տեսանք, ձեզ էլ ցույց տվեցի, ու շատ հետաքրքիր է ձեր կարծիքը լսել, արդյոք դուք այստեղ եղել եք կամ գիտեիք արդյոք, որ նման տեղ կա Սպիտակում։ Ճանապարհին մենք մի հատ էլ փոքր եկեղեցի տեսանք, հիմա փորձենք հասկանալ ոնց ենք հասնում այդ եկեղեցի, այդտեղ էլ գնանք, Հոտի վրայը բարիք է թափ։ հա, այն են, ոնց որ մորքուն է գնում, այդպես գնացեք, այստեղ երևի գետնա բարձրացել կամ չգիտեմ ջուրը ամբողջությամբ, այսպես կանցնենք, և մենք գտանք այդ փոքրիկ կամուրջը գետի վրայով, որ տանում է դեպի եկեղեցի, ուխտատեղի է ավելի շուտ, նայեք ինչ սիրուն է ամեն ինչ, այնտեղ է ուխտատեղին, բավականին երկար հատված էլ կա, որ պետք է ոտքով բարձրանանք, Մամա, ջան, այն մասը կա է, կարճ ճանապարհ է, այս գեղեցիկ տեսարանի ներքո, այս ուխտատեղին, հատ հասկանանք, 2002 թվականին է կառուցվել բարերարների շնորհիվ, Սուրբ Խաչ մատուռն է սա, Իմիջայլոց Հայաստան Կոբուլետի Բաթումի գնացքը այ հենց այստեղով անցնում, երկաթգիծը երևում է այստեղից, Մենք հետ եկանք մեր հանգստյան գոտի, իսկ այստեղ մեզ ծխից արդեն պարզա սպասում է խորոված, ինչպես բոլոր դեպքերում, երբ հայերը հավաքվում են։ Երեկ մենք շատ լավ օր ունեցանք ու դեռ Սպիտակում ենք, չենք գնացել ու այսօր էլ, քանի որ վարդավառ է, որոշեցինք մեր օրը մի փոքր այլ կերպ դասավորենք, Սպիտակից դուրս ենք եկել,
համովություններ ենք վերցրել ու գնում ենք դեպի Սևան, Դիլիջան, Սևան։ Այսօր էլ այդպես կասկասնենք։ Խոսքով հետաքրքիր վիքենդ կունենանք։ Գնացինք, տեղափոխվեց մեր